Նոր Հայաստան հեռուստաընկերությունը իր հեռուստադիտողին մշտապես ներկայացնում է բազմաժանր և տարբերվող հեռուստասերիալներ։ Այս անգամ ևս բացառություն չէ և արդեն այսօրվանից եթերում լինելու է 16 մասից բաղկացած «Կայ» նոր հեռուստանովելը, որը խոստանում է հիշարժան սյուժե, էմոցիոնալ ու լարված սերիաներ և հուզական պահեր։ Մամային փոքր տարիքից չեմ հիշում։ Պապաս էլ երբ որ մահացավ, ես 12 տարեկան էի։ Ֆիլմը Կայ անունով տղայի մասին է, ով շենքի փլուզման պատճառով փոքր տարիքում կորցնում է հորը և մնում է տատիկի խնամքի ներքո քրոջ հետ միասին։ Այս դեպքի համար մեղադրվում է ճարտարապետը և բանտ է նստում, սակայն այս պատմության խորքերում թաքնված են շատ գաղտնիքներ, որոնց պատճառով խորտակվեցին բազում ճակատագրեր։ 13 ընտանիք սքի մեջ են, որովհետև դու չես կարողացել վերահսկել շինարարությունը։ Այս ամբողջ խնդիրները մոռանալու համար Կայը սկսում է զբաղվել բռնցքամարտով և հետագայում դառնում է հայտնի բռնցքամարտիկ, հաղթելով բոլոր հակառակորդներին, այդ թվում և իր քրոջ սիրելիին, ով պարտությունից հետո ինքնասպան է լինում։ Տարիներ սպասված հաղթանակը երջանկություն չի բերում նրան և այս ծանր ապրումների պահին Կային իմանում է, որ ազատության մեջ է գտնվում այն ճարտարապետը, ում պատճառով մահացել է իր հայրը։ Մարդը, որ մեղավոր էր, արդեն ամիս ու կես ազատության մեջ։ Իսկ թե ինչ է լինում հետո, ինչպես է նա կարողանում հաղթահարել այս բոլոր դժվարությունները, կարող եք իմանալ ամեն երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին 20:40-ին Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում։